Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդում են երկրի տարբեր շրջանների վրա ռուսական ԱԹՍ-ների հարձակումների մասին։ Ռուսաստանն իր հերթին այսօր հաղորդել է Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների վրա տասնյակ անօդաչու սարքերի հարձակման, բնակելի շենքերի վնասման մասին, նշվում է 1 զոհի և 3 վիրավորի մասին։ Ռուսաստանի հետ պատերազմին վերջ դնելու որևէ գործարքի շրջանակում Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ, գրում է New York Times-ը վկայակոչելով Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը։ Ռուբիոն ելույթ է ունեցել Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ, նախքան ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների մեկնարկը։ Պետդեպարտամենտի ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի դժվար որոշումներ կայացնել պատերազմն ավարտելու կամ գոնե կանգնեցնելու համար։ Դանիան պատրաստակամություն է հայտնել խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա հնարավոր հրադադարը վերահսկելու համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ կառավարության այս նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական խմբակցությունների լայն աջակցությունը։ Թուրքիայի նախագահը խոստացել է շարունակել աջակցությունը Սիրիայի նոր իշխանություններին, միաժամանակ դատապարտելով երկրի հյուսիս-արևմուտքում վերջին օրերին սկսված բռնությունները։ Մենք կշարունակենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել մեր հարևան Սիրիային վերականգնելու և պահպանելու իր տարածքային ամբողջականությունը և խաղաղության հասնելու իր բոլոր էթնիկ և աղանդավոր փոքրամասնությունների հետ, ասել է Թուրքիայի նախագահը։ Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ նախկին քաղբանտարկյալ Թոֆիկ Յագուբլուն դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Բաքվի դատարանը նրան մեղավոր է ճանաչել խոշոր չափերի խարդախության և փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Յագուբլու հետ դատարանի առջև կանգնած Էլնուր Մամեդովը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։ Յագուբլուն հայտարարել է, որ իր դեմ քրեական գործերը քաղաքական դրդապատճառներով են։